Փառք Նժդեհին, այսօր մեծ զորավարի, փիլիսոփայի, ռազմական, քաղաքական գործչի Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։ Գարեգին Նժդեհը, ինչպես ինքն էր ասում, այնպես արավոր մահադել ծառայի հայրենիքին, ինքը ոչ միայն մահ, այլ նաև իր տառապանքն է ծառայեցրել հայրենիքին։ Բանտարկության, վերջին բանտարկության 11 տարիները նա հենց այնպես չի անցկացրել բանտում, նա մեզ թողել է ավանդ։ Եթե մենք շարժվենք իր ավանդով, մենք կդառնանք ոչ թե հզոր, այլ գերհզոր տերություն։ Եվս մեկ անգամ Փառք Նժդեհին։ Անցնելով առաջ ասեմ, որ ես մի քանի եթեր առաջ հայտարարեցի, որ թրքաբոլշևիկյան ռեժիմի բոլոր քայլերը ինձ համար շատ պարզունակ են։ Շատ հեշտ կարողանում եմ հասկանալ ինչ են արել, ինչ են անում եւ ինչ պետք է անեն հաջորդ քայլը։ Անը դնենք բլեֆ եւ ասեմ, որ իրենք արդեն բլեֆի հարմար խաղակարդ չունեն։ Ասում են բլեֆը ավելի հզոր է, երբ որ ունենում ես հզոր խաղակարտեր եւ հզոր խաղակարտերով ես բլեֆը անում։ Բայց թրքաբոլշևիկի խաղակարտերը արդեն բաց են, դա լինի Ռոբա Սերժի տեսքով, դա լինի Սամվել Կարապետյանի տեսքով, դա լինի Նիկոլի տեսքով, դա լինի Գարեգին Բեի տեսքով, արդեն բաց է։ Ինչպես եմ ես այդ խաղակարտերը տեսնում։ Այնպես չի, որ միայն ես եմ տեսնում։ Դա տեսանել է բոլորին։ Բայց ինչպես եմ հասկանում, որ հետագայում ինչ քայլ կարող են անել։ Տեսեք, երբ որ 18 թվին Նիկոլը ճակերտների մեջ հեղափոխություն էր անում, օրինակ, ոգևորությունը մեծ էր, չէ՞, ժողովրդի շրջանում։ Ովքեր այդ ժամանակ իմ կողքին էին, ինձ հետ աշխատում էին, Սևան ազգային պարկում կհիշեն, որ ես չեմ խառնվել, չեմ ոգևորվել եւ անգամ ոչ մի միտինգի չեմ մասնակցել։ Ինչու՞։ Որովհետև Կրեմլում Պուտինը շատ հանգիստ նստած էր։ Հապկի տարածքում տեղի էր ունենում հեղափոխություն, իսկ հապկի տեր ու տիրական անտարբեր էր։ Սա արդեն ինձ հուշում էր, որ այս իր կազմակերպված խաղն է, այսինքն ոչ թե հեղափոխություն է տեղի ունենում, այլ անձերի փոփոխություն է տեղի ունենալու։ Այսօր Նիկոլը իր հավատարմությունն է հայտնում հապկին մնալուն Պուտինին, բայց գալիս է Հայաստան եւ սկսում է քարկոծել Պուտինի գործակալներին։ Գարեգին Բեի եղբորը թղթեր են հանում արխիվներից, որ ինքը գործակալ է։ Լավ, գործակալ է։ Հետո։ Ախր դու ես գործակալ, չէ՞։ Դու գնում ես Պուտինին քո հավատարմությունն ես հայտնում։ Գալիս ես Պուտինի գործակալին բացահայտում ես, ուզում ես որ դատի տաս։ Ու այս ամենի ֆոնին Պուտինը նորից հանգիստ նստած է։ Դուք պատկերացնում եք, Պուտինի գործակալական ցանցը բացահայտում է իբր Նիկոլը, եւ Պուտինը անտարբեր է։ Ասենք չի ասում էլ այդ տղայս ինչ ես խաղում։ Կամ արևմուտքին դիմում է, ասում է ընտրությունների ժամանակ եկեք ինձ աջակցեք, որ ռուսական ազդեցությունը բան չանի, ընտրությունների վրա չազդի։ Դու առանց ռուսական ազդեցության դու կարող էիր 21 թվին դառնալ վարչապետ։ Պետք է գնաս Քոչարյանների, Սերժիկների ոտները լվաց ջուրը խմես, տղա, որ իրենց օգտագործելով քեզ ժողովրդին խաբելով։ Էլ չասեմ ինչ, արդեն այս անձնագրերի պահը դա միշտ է կիրառվել, այնպես որ Սերժիկը չի կիրառել։ Դա ամենանորմալ պրակտիկան է։ Այն 6 ամիսը, որ դու Սերժիկի հետ անցկացրեցիր նույն շենքում նախագահական, այն առանձնատանը 6 ամիս միասին էիք, չէ՞։ Իրար հետ էիք, չէ՞, քննարկում, ինքն էր քեզ հուշում ինչը ոնց պետք է անես։ Անկամ անվտանգության աշխատողն էր Սերժիկինը տեղափոխվել քեզ վերելակային են դիվանագիտության ներկան, որը չգիտես ինչու հանգարց մահացավ։ Անկամ առաջի 6 ամիսը քո կառավարության ձևավորված, այդ նույն դաշնակն ու բարգավաճն էին քեզ այդ կառավարություն ձևավորել, որ քեզ սովորեցնեն ոնց պետք է քանդես։ Ոնց է լինում է, որ դու կարող ես Պուտինից բողոքես, Պուտինի գործակալներից բողոքես, ու Պուտինը քեզ չպատժի։ Այդպես չի լինում։
Ուրեմն դու Պուտինին այնքան ձեռնտու ես, որ դու անգամ Պուտինին մերել հայհոյես, ինքը կասի հայհոյի, մենակ դու մնա ադեղ, կարողացի քեզ պայել, ես էլ ինչով կարամ կօգնեմ, որովհետև ամենահարմար քանդող այդ բանը, գործիքը դու ես, Հայաստանը քանդող։ Հասկանում եք, չէ՞ ժողովուրդ։ Պուտինը ամիսներ առաջ եզրացին, չէ՞, Գարգին Բեի եղբորը Մոսկվայի թեմի մեր առաջնորդին նորից պարգևատրում է ցուցադրական, հասկացնում է, որ ինքը իմն է։ Դրանից ամիսներ անց Նիկոլը այդ մարդու վրա ուզում է բան անել, ասած արխիվիստ թղթեր է հանում, որ իր գործակալն է։ Ասեք Պուտինին դեմ է գնում։ Հապկի Նիկոլը, Պուտինին հավատարմություն հայտարարած Նիկոլը Պուտինին դեմ է գնում։ Պուտինն էլ անտարբեր է։ Ասենք դուք այս պրիմիտիվ խաղը, ասենք ոնց կարող է մարդը չընկալի, չհասկանա, չտեսնի։ Մաշվել եք ժողովուրդ։ Եթերի երկրորդ մասը նվիրում եմ նորից հերթական անգամ ոստիկանությանը։ Դուք որ ձեր այդ բուլդոգ դեմքերով ժողովրդի մեջ ահուսարսափ եք տարածում։ Հիշեք, իսկապես Նիկոլը ճար չունի, փախնելու է, այսինքն չի հասցնելու։ Լավ, եթե անգամ ինքը ճողոպրես, դուք այդ տասնյակ հազարավոր ոստիկաններով, որ տենց տառը դեմքով ժողովրդին եք նայում, հարձակում են ժողովրդի վրա, կարմիր բերետ կլնես, սև բերետ կլնես, ոչ չգիտեմ եսի ինչ կլնես։ Դուք չեք մտածում, ախր 21-րդ դարում ձեր բոլորի դեմքերը տեսա նկարահանված է, որ դուք պատասխանատվության եք ենթարկվելու։ Դուք գիտեք, որ դուք բացի ժպտալուց ուրիշ ոչ մի բան դեմքի արտահայտությունը ձեր պետք է լինի ժպիտը, մարդու հետ երբ որ դուք հարաբերվում եք, դուք իրենց սպասավորն եք։ Դուք արդյունք, չէ, հանրայիդ ֆիլմում ասում եք արածը ինչ է, չէ, ասում եք, պետության հացը ձերի ուտում ես։ Այդ մարդը, որ աշխատում է, արդյունք է ստեղծում, որից հարկ է ձևավորվում, գոյանում, բյուջե է կազմվում, քեզ աշխատավարձ են տալի, այդ մարդու աշխատանքի արդյունքից ես դու ստանում այդ աշխատավարձը։ Դու իրավունք չունես իրեն դառը դեմքով, այդ բուլդոգ դեմքով նայես նրա վրա, գոռաց քաշքշես։ Դու պետք է նրան սպասարկես։ Դու պետք է նրան ծառայես։ Նոր Հայաստանում առանց ժպտալու ոստիգան եթե քաղաքացու հետ հարաբերվեց, այդ ոստիգանը չի աշխատելու։ Չի աշխատելու։ Դու պարտավոր ես ժպտալ հանրությանը։ Եթե Նիկոլը, ասենք, այդ ճիվաղը, ասենք, զզվանքով է հայ ժողովրդի հանդեպ դենց խոսելուց էլ խորհրդարանի ամբիոն կլինի կամ չգիտեմ եսին որտեղ կլինի, այս վերջերը զսպում է սենց իբր բան է, էլի, սիրում եմ ձեզ սրտիկներ է անում։ Այդ սրտիկն էլ կասեմ ինչ կլինի հետո վերջը։ Դուք ձեր այդ այ ոստիգան, այդ քո այդ բուլդոգ դեմքով, ասենք, կարող եմ երկու խեղճ ու կրակի վախեցնես, մեզ հո չես վախեցնելու։ Հետո ինչ եք անելու։ Ախր հերթով դրվելու է, չէ՞, ասել եմ արի ստեղ տղա ջան։ Դու չէիր, որ սենց է իրանում այս մարդու գլուխը, այն մարդու գլուխը։ Այդ որ վիզդ գլխիցդ հաստացրել ես, դեմքը դեռ սարքել ես, չգիտեմ եսի ինչ։ Դու գիտես դրանով ճիվաղին ծառայես, ասենք, հետո քեզ բարիքյալ լայն ասելու։ Ճիվաղները ժամանակավոր են։ Նա կարող է 5 տարի ծառայ վարչապետ աշխատի, հետո փախնի։ Բայց դու 10-20 տարի հələ պետք է ծառայես, չէ՞ քո այդ համակարգում։ Թե դու էլ ես 5 տարով եկել։ Ժողովուրդ, 18 թվին ոչ թե հեղափոխություն եղավ։ Էլ եմ ասում, եթե Պուտինի Սերժիկին ինչ-որ մեկը գար, գահից հաներ, շպրտեր, Պուտինը մարդի մեկ կաներ, էլի, հասկանում եք։ Կամ բավոր սասնացրերն էին ապստամբել, այդ ոնց էր էլ նռնակ, էլ չգիտեմ եսի ինչ, էլ գազ, էլ թույն, աչքանեցին, գլուխ ջարդեցին, վառեցին ժողովրդին։ Դե թող Պուտինը հանգիստ նստեր ընդեղ, էլի։ Ոստիկանիները ասած չխանգարեք, բան ենք անում, բան ենք փոխում։ Այս երբ որ Նիկոլն եկավ 18 թվին, այսինքն չեկավ վերեցին, որ հեղափոխություն էր անում, ոչ մեկին հանգր, ոնց թե Նիկոլը կարող անգամ դռներ ջարդեր մտներ, դեմն առնել չկար։ Այս բլեֆը դուք կամ սասնացրերը։ Նիկոլը արդեն ապրիլ-մայիսից վարչապետ էր, սասնացրերին օգոստոսի նոր մի քանի ամիս հետո
Կրեմլում ծրագիր են մտածում, ոնց անեն, էլի սասնացրերին պետք է դե ժողովուրդը պահանջում է, պետք է բաց թողեն։ Ճար չկա, ոնց բաց թողեն։ 1 1 2 2, հետո բաց թողելուց հետո ինչ պետք է անեն, ոնց պետք է շարունակեն նորից այդ մարդկանց պտտեցին, չէ՞։ Ասել եմ, սասնացրերին բանտերից կամաց հանեցին, Քոչարյանին ձևական տարան բանտ, հետո Քոչարյանին արտարացին հանեն, սասնացրերին նորից մտցրեցին բանտ։ Ու այս մասին ժողովուրդը տեսնում է, բայց չի գիտակցում։ Սասնացրերը բանտում են ժողովուրդ։ Չհավատակ, կինոներ են նկարում, պատմություններ են անում, սասնացրերը բանտում են։ Խելքի եկեք։